Հայագիտությամբ և թաքնագիտությամբ ես զբաղվում եմ, որովհետև դա իմ գործն է, դա իմ առաքելությունն է։ Եվ հիմա երբ կրկին վերադարձել եմ հայագիտության և թաքնագիտության ոլորտ և այդտեղ գործելու եմ ավելի ակտիվ, ուզում եմ այսօր խոսել այսպես կոչված աստղաբանների մասին, որոնք զբաղված են ամբողջ մի ոլորտ մարդկանց հոգիների մտքերի կառավարմամբ, մեղմ ասած, այսինքն սխալ ուղղորդմամբ, աղավաղմամբ իրականում և մարդկանց մոլորեցնելով։ Ուրեմն արձանագրենք, որ այդ մարդիկ, ովքեր իրենց կոչում են աստղաբան, իրականում աստղագուշակներ են, որովհետև աստղաբանն ու աստղագետը մեծ հաշվով նույն հասկացությունն են, և աստղագետ կամ աստղաբան էր օրինակ Վիկտոր Համբարձումյանը։ Դա նույնն է, որ ասենք բուսաբան կամ բուսագետ, բան և գետ արմատը նույն բանի մասին է վկայում։ Այս պարագայում մենք գործ ունենք աստղագուշակների մի խոծ բազմության հետ, ովքեր ինչ-որ համակարգչային ծրագրերով փորձում են գուշակություններ անել և մարդկանց ուղղորդել, այս մարդկանցից բնականաբար ֆինանսական միջոցներ, նյութական միջոցներ պոկելով։ Նրանք սեփական կյանքը դասավորել չկարողացող, պարզունակ, առանց մտավոր որոշակի զարգացվածության մարդիկ են, և ամենադիպուկը այս ոլորտը այս նենգ գործիչներին, եթե կարելի է այդպես անվանել, բնորոշում է մի հին և իմաստուն առակ։ Ասում են, որ եկավ ժամանակը, երբ արքայազնը պիտի դառնար թագավոր, և պալատական աստղագուշակները ասացին, որ չի կարելի բազմել գահին, մինչև ճշգրիտ չհաշվեն, թե որ օրն է դա պետք անել, որ օրն է կարելի ուրեմն այդ արարողությունը արքայական կազմակերպել։ Եվ այդ ժամանակ առաջ եկավ իմաստունը, ով ասաց, շատ ճիշտ եք ասում կարծես թե, բայց եթե այդքան կարևոր է աստղերի դասավորվածությունը, ապա անպայման հարկավոր է կազմել նաև աստղացույց, որը կորոշի, թե որ օրը դուք պիտի կազմեք այն աստղացույցը, որը որոշելու է, թե երբ պիտի արքայազնը բազմի գահին, դառնա թագավոր։ Աստղագուշակները շփոթվեցին, որից հետո իմաստունը մի քայլ էլ առաջ եկավ և ասեց, բայց այդ աստղացույցը կազմելու համար նախապես անհրաժեշտ է մեկ այլ աստղացույց կազմել, որը կհուշի, թե երբ է պետք կազմել այն աստղացույցը, որը պիտի հուշի, թե երբ է արքայազնը բազմելու թագավորական գահին։ Սրանից հետո բնականաբար աստղագուշակները ոչինչ չունեցան ասելու, միայն լռեցին և արքայազնը բարեհաջող, կամայական եղոշ, արևոտ և գեղեցիկ բազմեց թագավորական գահին։ Իմ խոսքով ես բնավ նկատի չունեմ, որ հին հայկական, խալտական, եգիպտական, հունական աստղաբաններն ու աստղագետները չեն եղել, և այդ իմաստունները, ովքեր աստղերի լեզուն հասկացել են, գոյություն չեն ունեցել։ Բնավ, ես նկատի ունեմ, որ նրանք մարդիկ էին, ովքեր նախ աստղաբան էին, նախ աստղագետ էին, մարդիկ, ովքեր հասկանում էին, թե աստղերի դասավորվածությունը որոշակի առումով ինչպես է օգնում հողը մշակելուն, բնության հետ անհրաժեշտվելուն և նման այլ հարցեր։ Այսօր մենք տեսնում ենք քնից զարթնած մարդկանց, ովքեր որոշում են աստղագուշակությամբ զբաղվել, ուզում եմ հուշել նաև, որ գուշակել բառի արմատահայերենում դա գույժն է, այսինքն որքան էլ լավ բան գուշակեն, միայն այն, որ ձեր ուղեղին ու մտքին ճանկեր են նետում, փորձում են ճանկել ձեր միտքը և հոգին, արդեն վնաս են տալիս։ Իմ հայագիտական, թաքնագիտական գործունեությամբ ես նպատակ ունեմ ոչ թե հերթական մոլորեցնող գործունեությամբ զբաղվել այս կամ այն ոլորտում, այլ պարզել որոշ այն արատավոր երևույթները, որը որ մեզանում առկա է նոր կամ դարեր շարունակ, որովհետև հայ մարդը կարող է իր հայագիտական և թաքնագիտական, որի լրջագույն կրող հեքիաթներն են էպոս առասպելներն ու առակները, դրանց միջոցով ինքնուրույն կահոնակարգի իր կյանքը։ Քիչ ավելի ուշ անդրադառնալու եմ նաև յոգային, որը Հայաստանում դառել է նոր սեկտա, նոր աղանդ և կախվածության մեջ են գցում, հիմարացնում մարդկանց, ընդհանրապես յոգայի հետ որևէ կապ չունենալով։ Ավելին, մենք աշխատանքային ֆորմատով զրույցների, հանդիպումների ձևով անցկացնում ենք այգ հայագիտական, թաքնագիտական ակումբի շրջանակում, որին անդամագրվելու համար կարող եք գրել էջին կամ ծանոթանալ, ես համապատասխան տեսանյութ եմ տեղադրել։ Լավ մնացեք։